Շնորհակալություն։ Հիմա դուք ասում եք 4-րդ կետում ամրագրված է, որ հիմա այս պահին այդ 4-րդ կետը իրականություն է, թե ոչ, եթե ոչ, երբ է իրականություն դառնալու, եւ դուք մի քանի անգամ նշեցիք, որ դեմ եք ներկայացված առաջարկին, քանի որ արդեն իսկ նման ամրագրումներ կան։ Եթե ճիշտ եմ հասկացել, հիմա եթե նման ամրագրումներ կան, ձեր կարծիքով Հայաստան խմբակցությունը, որտեղ բավական հմուտ եւ ոլորտին տիրապետող մարդիկ կան, ինչու են նման առաջարկ արել։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Նազարյան, նույն հարցադրումները ես եմ արել հանձնաժողովի նիստին, ելի վկայակոչելով նախագծի հեղինակների փորձառությունը ոլորտում։ Ինչու եք բերել այդ նախագիծը, եթե օրենքում այդ սկզբունքը կա։ Եվ դուք նկատի ունեմ հեղինակները, լինելով ոլորտի նաև կառավարիչներ ժամանակին, հստակ հասկացել եք նաև կենսաթոշակային ապահովության քաղաքականությունը դեպի ուր է գնում կամ ինչպես է կարգավորվում։ Իմ պատասխանը ընդհանրապես սա է. Ազգային ժողովի դահլիճում այստեղ քննարկել հարցը, ցույց տալ մեր շահառուներին, այդ գերզգայուն մեր խմբերին, ցույց տալու, որ իրենք ուզում են լավ բան անել կենսաթոշակառուների կյանքը լավացնելու համար, այս իշխանությունները դեմ են այդ լավացմանը։ Մենք դեմ ենք նրան, որ մեր քաղաքական ուժի կառավարության ծրագրից վերցված մեկ դրույթ բերեն մեզ հրամցնեն որպես լավություն կենսաթոշակառուներին, երբ որ մենք այդ ծրագիրը արդեն իսկ իրականացնում ենք, իսկ ձեր առաջին հարցին արդյոք այդ 4-րդ հոդվածով նշված սկզբունքները պահպանված են մասնակի։ Պարենային զամբյուղի արժեքը ապահովված է, սպառողականից պակասում է։ Արձագանք, պարոն Նազարյան։ Ես այդ հարցը պատահական չտվեցի, ես չեմ կարծում, որ Հայաստան խմբակցությունը այդ ձեր նշած պատճառով է ներկայացրել, ես կարծում եմ, որ ուղղակի սա մեկ փորձ է եւս, որ մեր կենսաթոշակառուներին տրված խոստումները փորձենք կատարել, որովհետեւ ինչ որ միտեղ եթե գրված է ու դա չի արվում, երևի պետքա մեկ այլ տեղ էլ գրենք, որ երևի իրականություն դառնա։ Ինչ վերաբերվում է 33,000 դրամին, ապա ես խոսել եմ մասնագետների հետ, ասում են վաղուց արդեն 33,000 դրամ չի եւ շատ ավելի բարձր է, քան 33,000-ը։ Բայց էս էլ բան չի, էլի հարցրեք ցանկացած մեկին ինքը 33,000 դրամով հայկական իրականությունը մի կողմ թողենք, որ ասում ենք թորներ, որդիներ, հարևաններ, 33,000 դրամով եւ ոչ է 41,000 դրամով մարդը մի ամիս չի կարող ապրել, անգամ գոյատևել։ Էս է ամբողջ խնդիրը, որ ցանկացած կառավարության խնդիր պետք է առաջինը դա լինի եւ ոչ թե ասենք թե նպատակ ենք հետապնդում, մի օր լավ կլինի։ Պարոն Նազարյան, ինչ վերաբերում է գրված է եւ չի արվում, պիտի ասեմ գրված է կառավարության ծրագրում եւ արվում է։ Գուցե դա չի արվում բյուջետային տողն ուղիղ ավելացնելու միջոցով կենսաթոշակների մասով, բայց դա արվում է 10%, հիմա է 12% հետ վերադարձի մեխանիզմի միջոցով։ Սա էլ է թոշակի ավելացում, դա պետք է նկատել։ Ինչ վերաբերում է 33,000 դրամին, սա հնչեցնում է մեզ թիվը որպես պաշտոնական վիճակագրական կոմիտեի ներկայացված տվյալներ եւ անձնական դիտարկումները կամ այլ մասնագիտական համայնքի տեսակետ, այո, կարող է տարբեր լինել եւ հնչեցնել ավելի վատատեսական սցենար։ Ես հնչեցնում եմ պաշտոնական տվյալները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1